Արսեն նախորդ հայպի մենամարտերի շրջանակներում ձեզ տեսնում ենք Արման Ծառուկյանի անկյունում իրեն աջակցելով, այս անգամ արդեն դուք եք հայպի շրջանակներում մենամարտում, էլի կտեսնենք ձեզ այս ֆորմատով։ Առաջիկայում կա Եվրոպայի առաջնությանը, Եվրոպայի առաջնությունից հետո ես հələ չեմ հայտարարել, բայց կասեմ մեկնելու եմ Ամերիկա, Ռաֆրիկայում կոնտրակտ ունեմ, այնտեղ պետքա շարունակեմ արդեն ըմբշամարտի լիգայում կպնելը։ Եթե ընթացքում նրանք թույլ տան ու Հայաստանում լինի էլի հայպի առաջնությունը, ես կմասնակցեմ անպայման Հայաստանում։ Արման Ծառուկյանը ինչ-որ խորհուրդներ տվել է մինչև մասնակցությունը։ Արման Ծառուկյանը առավոտյան ինքն էլ ամենամարտի, խոսել ենք, զրուցել ենք, ես իրան եմ հաջողություն մաղթել, ինքն էլ ինձ։ Արսեն, պլաններում կա արդեն հանդես գալ MMA Ոչ, ես ըմբշամարտի շատ բան ունեմ ասելու, ես պետք է այդ ամեն ինչը ասեմ հələ իմ մրցակիցներին, ես ունեմ կիսատ փողած բաներ, որ պետք է ավարտին հասցնեմ ու ես ըմբշամարտը շատ եմ սիրում, հələ այսքան ժամանակ չի ելել, որ անգամ մի քիչ ինձ քաշի, որ ես MMA ուզենամ կպնեմ։ Այս գոտեմարտի մասով մեզ կողքից թվաց, որ շատ հեշտ էր, դու ինչ կասես, ինչպեսին է մրցակիցը, սիրողական MMA-ի աշխարհի չեմպիոն էր։ Ոչինչ հեշտ չի տրվում, ուղղակի ես էի շատ լավ մարզավիճակում, ես հավաքներից մեկնել եմ մի անգամ ուզ այստեղ, մենք Վրաստանում հավաք էինք անցկացնում, վերջի մարզումը չեմ կատարել, եկել եմ ստեղ գոտեմարտի, լավ մարզավիճակում էի, դրա համար հեշտ տրվեց ու ավելի շատ ուզում էի գնայի այնպիսի հնարքներ անեի, որ կարողանայի մրցակիցս խաբել, իսկ որ մրցակիցս շատ լավ չէր ճանաչում ինձ, խաբելը շատ հեշտ էր լինում։